Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր մայիսի 11։ Գադի գունդը վրա պիտի հարցակվի, բայց վերջում ինքը պիտի հարցակի։ Ծննդոց 49-րդ գլուխ 19-րդ խոսք։ Մեզանից ոմանք եղել են գադի ցեղի նման։ Մեր հակառակորդները մի ժամանակ չափազանց շատ էին մեզ համար։ Նրանք հարցակվեցին մեզ վրա ինչպես մի զորախումբ։ Այո, եւ որոշ ժամանակով նրանք հաղթեցին մեզ եւ մեծապես ցնծացին իրենց ժամանակավոր հաղթանակի պատճառով։ Այդպիսով նրանք միայն ապացուցեցին, որ ընտանեկան ժառանգության առաջին մասն իսկապես մերը դարձավ, որովհետև Քրիստոսի ժողովուրդը, ինչպես Դանը, պիտի ունենա մի զորախումբ, որ կհաղթի իրեն։ Այս պարտությունը շատ ցավալի է, եւ մենք կընկճվեինք, եթե չլցվեինք հավատքով մեր երկնային հոր օրհնյալ խոսքի երկրորդ մասին։ Նա վերջում պիտի հարցակվի։ Ամեն ինչ լավ է, եթե լավ է ավարտվում, ասել է աշխարհիկ բանաստեղծը, եւ նա ճշմարտությունն է ասել։ Պատերազմը պետք է գնահատվի ոչ թե առաջին հաջողություններով կամ պարտություններով, այլ նրանով, թե ինչ է տեղի ունենում վերջում։ Տերը ճշմարտությանն ու արդարությանը հաղթանակ կտա վերջում, եւ ինչպես պարոն Բանյանն է ասում, դա նշանակում է հավիտյան, որովհետեւ վերջինից հետո այլևս ոչինչ չի կարող գալ։ Մեզ անհրաժեշտ է համբերատար հաստատակամություն բարի գործերի մեջ եւ խաղաղ վստահություն մեր փառավոր առաջնորդի հանդեպ։ Քրիստոսը, մեր Տեր Հիսուսը, ցանկանում է մեզ սովորեցնել իր սուրբ արվեստը, լինել ամուր ինչպես կայծքար, տանել առաջադրանքը կամ տառապանքը մինչև վերջ, մինչև մենք կարողանանք ասել. կատարվեց։ Եվ փառք մեր Տիրոջը, հաղթանակը մեր առջևում է։ Մենք հավատում ենք այս խոստմանը, որ վերջում նա պիտի հարձակի։